Պաստառները պատրաստ են, լույսերը վառված, վերջին նախապատրաստական աշխատանքներն են այստեղ իրականացվում։ Քիչ հետո հենց այստեղ կմեկնարկի Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը, որին կարող եք հետևել Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Հենց այդ ժամանակ պարզ կդառնա, թե 5 հավաքնորդներից ում կհասնի գլխավոր դափնին։ Մինչև այդ առաջարկում եմ դիտել post-factum-ը։ Ահա մեր թեմաները։ Հայաստանը նշում է Հանրապետության օրը բախտորոշ ու վճռական մեկ շաբաթվա պայքար, որը հիմք դրեց պետականության վերականգնման համար։ Մեկ դարյա հերոսական հանգուցալուծման հետայաց արձանագրումը Սարդարապատ 99։ Մեկ դարյա վաղեմության հերոսությունը հայ ժողովուրդը առիթ ունեցավ կրկնելու հայրենական, Ղարաբաղյան եւ նաեւ քառօրյա պատերազմի օրերին։ Սարդարապատն այլևս հաջողության բանաձև է, որի հետևանքը արիության պարգևներն են։ Այս շաբաթ Մեծ Բրիտանիայում մեծ պայթյունի թնդյունը ցնցեց աշխարհը։ Մահապարտ ահաբեկիչը համերգից հետո պայթեցեց ինքն իրեն ու եւս 22 մարդու։ Oh my god. Ինչու հենց Մեծ Բրիտանիայում եւ ինչպես տեղի ունեցավ ցնցումը ամբողջ շաբաթ իրադարձությունների հենց կենտրոնում Մեծ Բրիտանիայում post-factum-ը հետևում էր Մանչեսթերյան սինդրոմին։ Հաղորդման երկրորդ հատվածն ամբողջությամբ նվիրված է Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը, ուղիղ միացում Ավրորայի մրցանակաբաշխությունից, բացառիկ հարցազրույց մրցանակի հավաքնորդների հետ, անհավանական պատմություններ բացառիկ հումանիստների մասին։ Այսօր Հայաստանը նշում է Սարդարապատի հերոսամարտի 99-ամյակը։ Այնինչ ունենք այսօր մեկ դար առաջ տեղի ունեցած հերոսական ընդվզման արդյունքն է։ Իսկ ինչու էր կարևոր Սարդարապատի ճակատամարտի ելքը։ 1917 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից եւ զորքերը դուրս բերեց Կովկասյան ճակատից։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր իրավիճակ։ Թուրքական սահմանին կանգնած էին միայն հայկական կորպուսի զորամասերը։ Այս իրավիճակից օգտվելով Թուրքիան, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, հարձակվեց Հայաստանի վրա, նպատակ ունենալով գրավել նաև Արևելյան Հայաստանը։ Չխորանալով պատմական եւ ռազմագիտական առանձնահատկությունների մեջ միայն ամրագրենք Սարդարապատի ճակատամարտը այն հանգուցային կետն էր, որտեղ երևացին ապագա անկախ Հայաստանի բնագծերը։ Այս իր վերջին նկարն է, Հրաստանը նկարած է, արդեն պատերազմի օրերուն է այս նկարը։ Հայտնի պղնձագործ Գալեմքարյանների 200-ամյա տոհմածառի վերջին ճյուղն է։ Հովանես Գալեմքարյանը Հալեպի իր արեստանոցում 2 տարի առաջ Սարդարապատի թանգարանում մի ամբողջ ցուցասրահ նվիրված է նրա ու նրա պապերի ձեռքի աշխատանքին։ Տանը սկացում, որտեղ այս իրեր որ գտեսնեք գրականները, մեր տանը զարդերն էին։ Որ կողմնայում է Բալիկ Գալեմքերյանը, իր մանկությունն ու հորն է հիշում, նրա վերջին կամքն էր, որ ամբողջ առանկությունը տեղափոխվեր Հայաստան։ Մուրճը գարնենք, մեկ հատ մադին խփելով, մեկ հատ այդպես խաղով գարնենք կնենք, հետո վերջացնել են դոքսին։ Հայրիկ Անուշիկ եղավ, ինքը անշուշտ լավ չէր ստացվեր։ Այո, շատ ահավոր է աղջիկս։ Վարպետ Հովհաննեսը ուզում էր, որ մի փոքրիկ թանգարան լինի, եւ թանգարանի կողքին էլ լինի արեստանոց, որտեղ ինքը աշակերտներ կպահի։ Վարպետի երազանքն առանց նրա, բայց կիրագործեն։ Դպրոց արեստանոցը դեռ չկա, առայժմ Գալեմքերյանների գործերի ու գործիքների ժամանակավոր ցուցադրությունն է։ Առաջին այցելուն նախագահ Սարգսյանն է։ Ավանդույթի համաձայն առաջին հանրապետության տոնը Սարդարապատում է սկսվում։ Ողջույն ձեզ։ Թանգարանին հանդիսավոր շքերթն էր նախորդել, կոչնակները հերոսամարտի 99-ամյակն էին ազդարարում։ Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը, գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով, գործեցին ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով։
Չլիներ մայիսի 28-ն ու Սարդարապատի հերոսական ճակատամարտը չէին լինի Հայաստանի առաջին խորհրդային եւ նորանկախ հանրապետությունները։ Այդ գիտակցությամբ ամեն մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրը մարդաշատ է ու ծաղկաշատ։ Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ Արցախյան ճակատում։ Մենք ներկա Հայաստանի քաղաքացիներս հավատարիմ ենք առաջին հանրապետության պատգամներին։ Տեղացիների հետ հավասար արարողությանը հետևում է ինդոնեզացի լրագրողը։ Մեկ շաբաթ Հայաստանում է։ Ճիշտ այդքան ժամանակ ուներ Հայաստանի մասին տեղեկություններ հավաքելու ու տպավորություններ նիմի բերելու։ Հետո դրանք կամբողջացնի մեկ գրքում, որպեսզի իր 260 միլիոն հայրենակիցների հայացքը ուղղի հյուսիս-արևմուտք։ Նորավանք, Տաթև, շատ տեղեր եմ եղել։ Գեղեցիկ է այստեղ, անպայման կգրեմ այդ մասին։ Սա ինդոնեզացի զբոսաշրջիկներին Հայաստան բերելու լավ հնարավորություն է։ Նաև հետաքրքիր է, թե ինչպես եք պատվի առնում ձեր հերոսներին։ Իսկ հիմա լռություն, աղոթում են հերոսների հոգու հանգստության ու խաղաղության համար։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, Post-Factum։ Սովորաբար հանրապետության տոնի առիթով հանրապետության նախագահը պարգևներ է տալիս հասարակական ու քաղաքական գործիչներին։ Նախորդ տարի պարգևատրման արարողությունը տարբերվում էր մյուս տարիներից, գրեթե բոլոր պարգևատրվածները քառօրյա պատերազմի մասնակիցներ էին։ Պատերազմից հետո երկիրը կրկին վերագտավ իր հունը եւ այս տարի հանրապետության տոնի առթիվ պարգևատրվում են հասարակական քաղաքական գործիչները։ Ովքեր են նրանք, որ այսօր պարգևներ ստացան հանրապետության նախագահից, ներկայացնում է Շաքե Ղազարյանը։ Տարեկան տղան նստում էր բեռնափոխադրող հոր կողքին, կամազի մեջ ուղղություն վերցնում Վրաստան։ Մի անգամ Կազբեկը փայք էր, օրերով մնացին ձյան տակ, տղան հետևում էր ծնողի քայլերին, սովորում։ Հայրս բեռնափոխադրող է եղել, հա, ռուսական բառով ասած դալնյաբոլշիկ։ Այդ երեխան Դավիթ Ղազարյանն էր, այժմ Սպայկայի 39 տարեկան ղեկավարը։ Կայացած ընկերությունը հանրահայտ է, բայց հաշված մարդիկ գիտեն, ինչ աշխատանք կա դրա հետևում։ Իր ապագա ընկերության պրոյեկտը Դավիթը հոր կամազի մեջ էլ գծել է, մտքում։ Ես իմ առջև խնդիր դրեցի, որ պետք է ստեղծել մի բան, որը որ Հայաստանում դեռ չկա ու պետք է լինի միջազգային ստանդարտների ներքո։ Մտովի գծեց լավագույն բեռնափոխադրող ընկերության պատկերը նայելով դիմացից սլացող մեքենաներին ու նոր նշումներ ավելացնելով նախագծի մեջ։ Տենում ենք արտասահմանյան մեքենա, բեռնատար, ես սենց մեծ աչքերով նայում էի այդ բեռնատարին ու երազում էի, որ երբ կգա մի օր, որ ես ունենամ դրանից։ Երազանքից 15, հետո 25, 30 տարի անց։ Դավիթ Ղազարյանը երազանքը սկսեց իրագործել 23 տարեկանում, զրոյից, մեն-մենակ, նույնիսկ մեկ բեռնատար էլ չկար։ Գործը սկսեց վստահելով հոր տարիքի մասնագետներին, որոնց ճանաչում էր։ Այսօր գիտեք, Կովկասի ամենամեծ պարկը դա Սպայկան է, 220 մեքենաներով, բեռնատարներով։ Հոր խրատներից մեկն էլ վերածել է հեղինակավոր անվան, Սպայկա լինել, միաձույլ, տանը ընկերների հետ գործի մեջ։ Երբ որ մեր վրա ջղայնանում էր, մեր եղբայրների վրա, ասում էր «Արա Սպայկա եղեք, իբր մի կռվեք էլ իրար հետ եւ այլն», ու դա իմ մեջ տպավորվել է։ Հիմա Սպայկայում միաձույլ են թիմով։ Դավիթ Ղազարյանից այսքան տեղեկություն կորզելը կատակ բան չէ։ Ոչ թե ինքը, այլ գործընկերները պատմեցին։ Ոչ թե կոմերցիոն գաղտնիք է, այլ Սպայկայի ղեկավարն անընդհատ է թեման փոխում ու նոր պլանների մասին պատմում։ Արտադրանք, մթերում իրացում, մթերում էլի մթերում։ Պետության աջ ձեռքը դարձած Սպայկայի ղեկավարին այսօր անվանում են երրորդ հանրապետության տնտեսությունը զարգացնելու գործում մեծ ավանդ ներդնող։ Նպատակասլաց գործարարի կրծքին նախագահը Անանյա Շիրակացի մեդալ է փակցնում։ Ուրախ եմ, շնորհակալ եմ, պարտավորեցնող է, սուպեր։
Ամենավորակյալ փայտն ու գործիքները վերցնում է ու ամբողջ օրը այստեղ փակվում։ Նրան վարպետ Սերգեյ են ասում, կամ վարպետ Անդրեյ, Սադոևների ասորական ընտանիքի հայտնի ներկայացուցիչն է։ Պոպուկի փայտ ալդրիվ, զեգոթը պոպուկի փայտ։ Շատ հին փայտերից է, երկու մատորդ էչքան թեթև է։ Բայց թվում էր թե ծանր է։ Այստեղ է ստեղծվում այն, ինչ տեսնում ենք հռչակավոր երաժիշտների ձեռքին։ Այստեղ պատրաստվող գործիքներով են կախարդում անվանի նվագախմբերը։ Մի ամբողջ պատ ու դերեն։ Ամենաերանելի պահն է, վարպետը փորձում է ստեղծածը ու անսպասելի հարցնում. երբևէ ձեռքի մեջ պահել եք բասուտ ու ամենայն լրջությամբ ասում. այսպիսի բան ուրիշ տեղ չեք տեսնի, չկա։ Տեսքանի կիլո, նորի, ահա, նայստեղ, 10 կիլո կլի։ Որակյալ գործիքները ոչ թե վաճառում է, այլ նվիրում նրանց, ովքեր ունեն գներու ցանկություն, բայց փող չունեն։ Կատակասեր վարպետը հաճախ է նեղ սրտում, որակյալ ապրանքը թողած դրսից են բերում, էժանն ու անորակը։ Մեզ համար շատ թանկ է։ Քանի որ ժողովուրդը ձեր փող չկա, էժանալ տալիս։ Մեծ արվեստի այս փոքրիկ արհեստանոցում 45 տարի փակված վարպետի տեղը արտասահմանցիներն անգամ գիտեն։ Երաժիշտ Սադոևների ընտանիքը մի ամբողջ նվագախումբ է 30 մասնագետներով։ Սերգեյ Սադոևը երախտագիտության մեդալի է արժանի, վարպետի անունը հնչում է Բաղրամյան 26-ում։ Մինչ նախագահը մեդալն էր ամրացնում, վարպետ Սերգեյը հասցրեց Սերժ Սարգսյանին իր արհեստանոց հրավիրել։ Ասես ես հրավիրում եմ արվեստանոցը։ Հա։ Նախագահականում 70 անուն հնչեց, առաջին հանրապետության օրը պետական պարգևներ, պատվավոր կոչումներ են շնորհվում երրորդ հանրապետության գործիչներին, տարբեր ոլորտների առաջիններին։ Պարգևները հանձնելիս Սերժ Սարգսյանը հզորացող Հայաստանի կարևոր սկզբունքը նշեց՝ արդարությունն է։ Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են։ Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը եւ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի եւ նվիրումի համար։ Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքը օրեցօր բարելավելու է։ Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ եւ բարեկեցիկ երկիր։ Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր եւ հետեւողական աշխատանքը։ Դահլիճը պայթեց, երբ Հենրիխ Մխիթարյանի անունը հնչեց։ Նախագահականի այս սրահում, ինչպես մարզադահլիճում, բղավում էին հեն ու գոլ։ Նախագահ Սարգսյանը ֆուտբոլի մեգաաստղին հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշան է հանձնում ու ասում շնորհակալություն։ Ծափերը չդադարեցին, մինչև Հենրիխը նստեց իր տեղը։ Հանդիսավոր նիստից Հենրիխ Մխիթարյանը վերջինը դուրս եկավ։ Պաշտոնյաները հերթով նկարվում էին նրա հետ։ Շատ հպարտ եմ, շատ ուրախ, որ ստացա այս մեդալը։ Կարծում եմ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրումներ կատարել հայկական սպորտում եւ ներկայացնել Հայաստանը արտերկրում։ Պետական պարգևը Հենրիխը ոչ մի գոլի հետ չի համեմատի։ Շքանշանը առանձնահատուկ տեղում է։ Լինելով հայ, միշտ էլ հաճելի է մեջքին ունենալ հայկական դրոշը, հայկական եռագույնը։ Դեռ շատ վաղուց էի մտածել այդ գաղափարը եւ այն իրականացավ Եվրոպա լիգայի ֆինալը հաղթելուց հետո։ Այս ընթացքում Հայաստանում Գերմանիայի դեսպանը իրեն չկորցրեց, քանի դեռ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց էր տալիս, հասցրեց նրա հետ սելֆի անել։ Շակե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, Post-Factum։ Այս շաբաթ աշխարհը կրկին ցնցվեց ահաբեկչությունից, որ տեղի ունեցավ Բրիտանիայում։ Արիանա Գրանդեի համերգի վերջում մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց ինքն իրեն, որի հետևանքով զոհվեց 22 մարդ եւ վիրավորվեց ավելի քան 60-ը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը։ Այս ահաբեկչական գործողության յուրահատկությունն այն էր, որ տուժածների ու զոհերի մեծ մասը երեխաներ ու երիտասարդներ էին։ Ինչու այս անգամ ահաբեկչական պայթյունը թնդաց Մեծ Բրիտանիայում կամ ինչու այս անգամ էլ։ Այս իրադարձություններին Մեծ Բրիտանիայում ամբողջ շաբաթ հետևում էր Դավիթ Սարգսյանը։ 20
Երկու խոշոր ահաբեկչություն երկու ամսվա ընթացքում Միացյալ Թագավորությունը ամբողջ եվրոպական տարածքում վարում է ամենախիստ միգրացիոն քաղաքականությունը, բայց նույնիսկ այստեղ մուսուլմանների թիվը աճել է 36 անգամ միայն վերջին 30 տարվա ընթացքում, 80,000-ից վերաճելով 3 միլիոնի։ Գործում է 2000 մզկիթ, որոնցից շատերը նախկինում եղել են եկեղեցի, եւ բրիտանական հատուկ ծառայությունների շատ դժվար է գործ ունենալ այս համայնքի հետ։ Լոնդոնի ահաբեկչությունից ուղիղ 2 ամիս անց Միացյալ Թագավորությունը կրկին ցնցվում է մահապարտի պայթյունից։ Այս անգամ թիրախը Եվրոպայի ամենամեծ մարզադաշտերից մեկն է՝ 20,000-անոց Մանչեսթեր արենան։ Պայթյունը հնչել է մայիսի 22-ի երեկոյան Արիանա Գրանդեի համերգի ավարտին։ Երգչուհին նոր էր գնացել ետնաբեմ, հանդիսատեսը սկսել էր հեռանալ դաշտից, երբ արենան լուսավորվեց հզոր պայթյունից։ Փողոցի տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը։ Առաջին վայրկյաններին շատերը չեն հասկանում ինչ է տեղի ունեցել, նույնիսկ անվտանգության աշխատակիցներն են անտեղյակ։ Քաոսից ու հրմշտոցից խուսափելու համար մարզադաշտի ադմինիստրացիան փորձում է հանգստացնել խոճապահար մարդկանց, հորդորում են հանգիստ մոտենալ ելքին։ Քիչ անց հայտնի է դառնում, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը դահլիճի ֆոյեում սպանելով 22 մարդու, հիմնականում անչափահասների, կա 120 վիրավոր, որից 60-ը բեկորային, վնասվածքներով հոսպիտալացվել են։ Վնասվածքները վկայում են, որ զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելու համար մահապարտը պայթուցիկը լցոնել է խոցող բեկորներով։ Բրիտանիայի պատմության մեջ վերջին 12 տարիների ամենահզոր ահաբեկչությունն ավելի ուշ կանվանեն բարբարոսություն, քանի որ ահաբեկիչը գիտեր, որ սպանելու է երեխաների։ Նրանցից շատերի համար սա երկար սպասված իրադարձություն էր, տոմսերը գնել էին ամիսներ առաջ, այս սելֆիներն արվել են պայթյունից վայրկյաններ առաջ։ Հզոր հոսանքն ինձ տապալեց գետնին, երբ ուշքի եկած սկսեցի փնտրել դստերս, չգտա։ Դուրս վազեցի, մոտեցա դիերին, նրանց մեջ էլ չգտա, պարզվեց նա էլ ինձ է փնտրում։ Պայթյունից րոպեներ անց ոստիկանությունը հաստատեց ահաբեկչության վարկածը, որից հետո իսլամական պետությունը ստանձնեց ահաբեկչության պատասխանատվությունը։ Մանչեսթեր արենայի ահաբեկչությունը 2005-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո ամենախոշորն է, հանցագործի գործելավոճը ավելի պրոֆեսիոնալ։ Բրիտանիայում ահաբեկչության վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնի։ Ականատեսների մի մասի կարծիքով մարզադաշտի մուտքերի մոտ անվտանգության միջոցառումները պատշաճ կազմակերպված չէին։ Մարզադաշտ մտնելիս ինձ չեն ստուգել, ոչինչ չեն հարցրել։ Նույնիսկ մետաղորցիչի միջով չեմ անցել, իսկ եթե ինձ մոտ վտանգավոր բան լիներ։ Ինչու են մուսուլմանները թիրախավորում նաև Միացյալ Թագավորություն այն դեպքում, երբ այս երկիրը շատերի համար դարձել է ապահով հայրենիք։ Խնդիրը չափազանց բարդ է, Միացյալ Թագավորությունը աջակցում է Միացյալ Նահանգներին, որն իր հերթին ոչնչացնում է իսլամական պետությանը։ Եվ որքան էլ Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունները գործեն ուժերի գերլարումով, չափազանց դժվար է տեղեկություն կորզել մուսուլմաններից իրենց ենթադրյալ կրոնակից ահաբեկիչների վերաբերյալ։ Եվ այս առումով մուսուլմանների համար, ինչպես եւ ռազմի դաշտում, ամեն ինչ շատ պարզ է։ Պատերազմական գործողությունները փորձ է արվում տեղափոխել հակառակորդի կամ առնվազն նրա դաշնակցի դաշտ։ Դավիթ Սարգսյան, Միացյալ Թագավորություն, Post-Factum։ Մենք հասել ենք թողարկման ուղիղ կեսին, առաջին մասում խոսեցինք Սարդարապատի հերոսամարտի ու հանրապետության տոնի, նախագահի կողմից պարգևատրվածների ու աշխարհը ցնցած մանչեստրյան պայթյունի մասին։ Երկրորդ մասում մենք կխոսենք Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության, հավանական թեկնածուների ու հումանիզմի մասին։ Չհեռանաք, հաղորդման էքսկլյուզիվը երկրորդ հատվածում է։ Արդեն երկրորդ տարին է Հայաստանը վերածվում է մարդասիրական համաշխարհային կենտրոնի, ինչպես առաջադրվեցին, ովքեր ընտրվեցին եւ ինչու հենց նրանք դարձան հավակնորդները։ Ստուգում են այդ բոլոր տեխնացուներին։ Ովքեր են այն 5 հավակնորդները, որոնք աշխարհը լիցքավորում են հումանիզմի ազդակներով։ Նրանց առաքելությունը մարդասիրությունն է։ Իսկ ինչ է հումանիզմը, աշխատանք, ձգտում, պարտավորություն թե ազարտ, երբ փրկելը դառնում է կենսակերպ։ Մարդուն օգնելը թմրանյութ համտեսելու պես է։ Post-Factum-ի բացառիկ հարցազրույցը Ավրորա մրցանակի հավակնորդների հետ, փրկել ամենօրյա ռեժիմով։ Բացառիկ իրավունքով եւ հատուկ Post-Factum-ի համար մենք նկարահանել ենք, թե ինչպես են ընտրում Ավրորայի հաղթողին։
Եվս մեկ բացառիկ IDEA-ն հայտարարել է նոր անսպասելի նախաձեռնության մասին։ Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության զրույցները համաշխարհային ու ազդեցիկ մասնագետները մեկ շաբաթ շարունակ Հայաստանում քննարկեցին մարդասիրության խնդիրները։ Դուք պետք է աշխարհը դարձնեք ավելի լավը։ Ինչպես չլինել անտարբեր, ինչպես զգալ պատասխանատվություն ուրիշի նկատմամբ, ինչպես սիրել քո նմաններին, այս թեմայով զրույց մարդասիրած։ Ավրորայի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանը ժամանել համաշխարհային շանսոնիե Շարլ Անձնավուրը։ Մեծ իրադարձություն Երևանում հենց նրա ներկայությամբ տեղի կունենա իր 12 երգերի հիման վրա ստեղծված բալետային ներկայացման պրեմիերան, որը կոչվում է La Bohème, Շարլի վերադարձը։ Եվ պոստֆակտումից անմիջապես հետո դիտեք Ավրորա 2017 մրցանակաբաշխությունը ամբողջությամբ։ Արդեն երկրորդ տարին է Հայաստանում անցկացվում է Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը։ Սա բացառիկ մի միջոցառում է, որ ամեն տարի Հայաստանը մի քանի շաբաթ դարձնում է աշխարհի կենտրոն, որտեղից ամբողջ աշխարհով տարածվում են մարդասիրության ազդակները։ Ավրորա մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր մեկ դար առաջ փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Անցած տարի առաջին մրցանակակիրը բացառիկ մարդասեր Մարգարիտ Բարանգիցեն էր։ Ով կլինի այս տարվա մրցանակակիրը, պարզ կլինի առաջիկա ժամերի ընթացքում։ Մինչև այդ Ավրորա մրցանակաբաշխությանը տեղում հետևում է իմ գործընկեր Մանու Իրիցյանը։ Մանու, ինչ է տեղի ունենում այս պահին այդտեղ։ Մի քանի րոպեից կսկսվի աշխարհում առաջին ու դեռևս միակ մարդասիրական նախաձեռնությունը մրցանակաբաշխությունը։ Ավրորան առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի ապրիլի 24-ին։ Այս տարի այն ավելի երկարատև ու ավելի մասշտաբային էր, քանի որ սկսվեց ապրիլի 24-ին եւ շարունակվեց մինչեւ եւս 5 շաբաթ, մինչեւ մայիսի 28-ը։ Այս 5 շաբաթները պատահական ընտրված օրեր չեն, քանի որ այն խորհրդանշում է ցեղասպանությունից մինչեւ վերածնունդ ընկած ժամանակահատվածը։ Արդեն եկել են մրցանակի հավակնորդները։ Այո Զոհրաբ, եկել են, բայց ոչ բոլորը։ Հավակնորդներից մեկը Սիրիայի Մադայա քաղաքում աշխատող երիտասարդ բժիշկը Մուհամմադ Դարվիշը չի եկել, քանի որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Մնացած 4 հավակնորդները այստեղ են։ Ինչ ենք տեսնելու առաջիկա ժամերի ընթացքում, քեզ արդեն հայտնի են մանրամասները։ Առաջիկա մի քանի ժամերին մենք կտեսնենք մարդկանց, որոնք իսկապես բացառիկ են իրենց մարդասիրությամբ, նվիրվածությամբ ու անձնազոհությամբ։ Նրանցից մեկը կդառնա դափնեկիր։ Դափնեկիրը կստանա $1 միլիոն, որը կարողանա օգտագործել այն բոլոր մարդասիրական նախաձեռնությունների համար, որի համար էլ հենց ստացել է Ավրորա մրցանակը։ Շնորհակալություն Մանու, մենք զրուցում ենք Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության միջոցառման մանրամասների մասին իմ գործընկեր Մանու Իրիցյանի հետ, ով այս ամբողջ ընթացքում լուսաբանել է մրցանակաբաշխության միջոցառումները։ Հետևաբար այսօր Մանուին դեռ շատ ենք լսելու։ Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության դափնին ստանալու համար մոտ 600 հայտեր ներկայացվել։ Հայտերի ընդունումից հետո հատուկ մասնագիտացված համաշխարհային ընկերությունները ստուգում են ներկայացված տվյալները։ Իսկապես նրանք համապատասխանում են հումանիստի կոչմանը։ Միայն այդ ամենից հետո գրեթե 600 ներկայացված հայտերից Ավրորայի միջազգային հանձնաժողովը ընտրեց 5 հավակնորդների, 6 մասնակցի։ Հավակնորդների ցանկն այս տարի առանձնահատկություն ունի, 3-ը բժիշկ են։ Ովքեր են Ավրորա մրցանակի հավակնորդները, ներկայացնում է Մանու Իրիցյանը։ Ես գրատախտակը իրեն ինչ-որ կյանքով է ապրում։ Ավրորայի գրատախտակին ոչ մի պատահական թիվ ու անուն չկա։ Մարդասեր, խիզախ, բացառիկ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկած։ Բոլոր այս բառերը գրատախտակին ամփոփված են դեռ միայն թվերով։ 558 հայտ, 253 թեկնածու 66 երկրներից 14 լեզուներով։ Նույնիսկ շատ ունիկալ լեզուներով, բասկ լեզվով եւ կումանչիով։ Երկարատև քննարկումներից մի քանի ամիս տևած ընտրություններից հետո էլ հայտնի են դարձել այս տարվա Ավրորա մարդասիրական ծրագրի հավակնորդները։ Ուրախ եմ, որ ընտրությունը ես չեմ կատարում, մենք չենք կատարում, կատարում են մասնագետները։ Մոտ 600 հայտերից այդքան բարդ ու պատասխանատու ընտրությունն արել է Ավրորայի միջազգային հանձնաժողովը, բայց դա միայն վերջում։ Մինչև այդ հատուկ մասնագիտացված համաշխարհային ընկերությունները խիստ ու ամենայն բծախնդրությամբ ստուգել են։ Իրոք նրանք համապատասխանում են հումանիստի կոչմանը։ Ստուգում են այդ բոլոր
տեխնացուներին, արդյոք նրանց գործունեությունը իսկապես հումանիտար հիմք ունի, չի կատարվել արդյոք այդ հերոսության քայլը որևէ անձնական ուրեմն նպատակների համար։ Խիստ գաղտնի, խիստ պրոֆեսիոնալ, բայց չափազանց բարդ ընտրությունից հետո Ավրորայի միջազգային միայն Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը հայտարարել է 5 հավակնորդների անունները։ Հինգը 558-ից ահա նրանք, որոնք ապրում են, որ մյուսներն են ապրել։ Ավրորա մրցանակի երկու համահիմնադիրները ինչպես մեկ տարի առաջ այսօր էլ հուզվում են։ Լավագույն 5 մարդասերների անունները առաջինը հենց իրենք են հայտնելու։ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը Ավրորա 2017-ի 5 հավակնորդների անունները տալիս են սրտի թրթիռով, իրար խոսք փոխանցելով ու հուզվելով։ Եվ այսպես Ավրորայի մրցանակի հավակնորդներն են Ֆարտուն Էդեն and Իլվարդ Էլմեն։ Ֆարտուն Ադան եւ Իլվարդ Էլման 90-ականներին պատահական կրակոցից սպանված խաղաղության ակտիվիստի կինն ու 3 դուստրերը Սոմալիից փախչում են Կանադա։ Մի քանի տարի հետո այրին 3 աղջիկներին թողնում է ու վերադառնում Սոմալի, ամուսնու գործը շարունակելու։ Ինչպես որ ես ու քույրերս ունեինք նրա կարիքը, նույնը ունեի նաեւ հարյուրավոր այլ մարդիկ։ Պես պետք էր որ Կանադայում նա մայրություն անի մեզ, բայց Սոմալիում նրան արդեն մայր էին կոչում հարյուրները։ Մորը միանում է դուստր, այսօր նրանք օգնում են մանկահասակ զինվորներին լռության մատնված բռնության ու բռնաբարության մասին։ Մայր ու աղջիկ խոսում են ամեն օր։ Ջամիլա Աֆղանին նրան կոչում են Աֆղանստանի հույսի շող, պոլիմելիտով հիվանդացած, վերջույթների կաթված ստացած։ Աֆղանստանի պատերազմի ժամանակ գլխի հրազենային վիրավորումով տարիներ շարունակ անկողնում գամբելուց հետո Ջամիլան սկսում է պայքարել Աֆղանստանի կանանց ու աղջիկների կրթության ու իրավունքների համար։ Փողոցում տեսա մի կնոջ, որը փող էր մուրում երեխաներին կերակրելու համար, իսկ տղամարդիկ 1 ռուփի տալով պահանջում էին համբուրել իրենց։ Ես լաց եղա։ Սարսափելի էր այս հուսալքությունը տեսնելը։ Մուհամմադ Դարվիշ, 26-ամյա Մուհամմադը սիրիական 40,000 բնակիչ ունեցող Մադայա Ավանի ընդամենը 3 բժիշկներից մեկն է։ Պատկերացրեք ձեր աչքի առջև ճչացող երեխայի, որի արյունը միախառնվել է դեմքին գլորվող արցունքներին, ու փորձեք ոչինչ չանել։ Ես չկարողացա, ես պիտի գործեի։ Դենիս Մուկվեգե ֆիզիկական, հոգեբանական ու իրավական օգնություն է ցուցաբերել տարբեր տարիքի 50,000 կանանց։ Կոնգոն, որտեղ բժիշկը կանանց ոչ միայն բուժում է, այլ նաև օգնում հոգեպես վերականգնվել, վաղուց համարվում է բռնաբարությունների համաշխարհային կենտրոն։ Իմ առաջին այցելուն երեխա լույս աշխարհ բերելու չէր եկել։ Եկել էր, որովհետև նրան խմբով բռնաբարել էին, նորից ու նորից, հետո կրակել էին վրան։ Թոմ Քաթինա, սուդանցի վիրաբույժն ամեն օր ընդունում է 500 հիվանդի, տարեկան վիրահատում է 1000 հոգու։ Նա օրը 24 ժամ, շաբաթը 7 օր մի հիվանդանոցում է, որտեղ չկա մշտական հոսող ջուր, էլեկտրաէներգիա, հեռախոս ու սնունդ։ Ամենասարսափելին սննդի պակասն է։ Մենք հարավային Սուդանի սահմանին ենք, այդ երկրում սով է։ Բժիշկ Քաթինան հավակնորդների մեջ միակն է, որ առաջադրվել էր նաև անցած տարի։ 3 հավակնորդ այս տարի բժիշկ են, բայց նրանք բոլորը սովորական մարդիկ չեն, ու նրանց շնորհակալություն հայտնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր 100 տարի առաջ օգնել են մեզ։ Այդ շարժումին սկզբնական նպատակն է մարդասիրական ձևով ներկայացնել այն մարդիկ, որ այսօր իրենց կյանքը մահի առջև են դնում, որ ուրիշներուն օգնեն, ինչպես 100 տարի առաջ ուրիշները արեցին մեր նախորդներին, բարձրապես սա։ Ավրորա մրցանակի երկու համահիմնադիրները նույն նպատակն ունեն, մրցանակը պետք է դառնա համաշխարհային մարդասիրական շարժման սկիզբը։ Փրկվողը ինչ որ ձևով պիտի մասնակցի օգնի այն հերոսներին, այն մարդկանց, որ փրկում են ուրիշներին, ու ինքը նորից մարդկանց փրկի։ Եվ դրա մեջ կա ինչ կարևոր ոնց որ միացան շրջանակ, որը կապում է իրար, այդ մենակ մենք չենք որ փրկվել ենք։ Ավրորայի դափնեկիրը հայտնի կդառնա մայիսի 28-ին ու կստանա $1 միլիոն մրցանակը։ Աշխարհի 6000 մրցանակների մեջ Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն աշխարհում միակն է իր տեսակի մեջ։ Մրցանակի հիմնադիրները, լինելով ցեղասպանությունը վերապրածների սերունդ, ուզում են այսպես իրենց երախտագիտությունը հայտնել ու մրցանակը դարձնել մարդասիրության համաշխարհային խորհրդանիշ։
Մանուիրիցյան, Ալբերտ Գալստյան, Նարեկ Գալստյան, Post Factum։ Չնայած Ավրորայի մրցանակի հավակնորդների խիստ գրաֆիկին ու հանդիպումներին Post Factum-ի թիմին հաջողվեց զրուցել 5 հավակնորդներից 3-ի հետ։ Ինչ են նրանք մտածում մարդասիրության մասին, ինչ տեղ է զբաղեցնում մարդասիրությունը Ավրորայի հավակնորդների կյանքում և ինչ են անելու $1 միլիոն, եթե արժանանան մարդասիրական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին։ Այս հարցերի վերաբերյալ մենք զրուցել ենք Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինայի, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպան Ջամիլ Աֆղանի և Սոմալիում սոցիալական ակտիվիստ Ֆարթուն Ադանի հետ։ Մանրամասները Post Factum-ի բացառիկ հարցազրույցում։ Ես գրատախտակ իրեն ինչ-որ կյանքով է ապրում։ Ավրորայի գրատախտակին ոչ մի պատահական թիվ ու անուն չկա։ Մարդասեր, խիզախ, բացառիկ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկած։ Բոլոր այս բառերը գրատախտակին ամփոփված են դեռ միայն թվերով։ 558 հայտ, 253 թեկնածու 66 երկրներից 14 լեզուներով։ Նույնիսկ շատ ունիկալ լեզուներով, բասկ լեզվով եւ կումանչիով։ Երկարատև քննարկումներից մի քանի ամիս տևած ընտրություններից հետո էլ հայտնի են դարձել այս տարվա Ավրորա մարդասիրական ծրագրի հավակնորդները։ Ուրախ եմ, որ ընտրությունը ես չեմ կատարում, մենք չենք կատարում, կատարում են մասնագետները։ Մոտ 600 հայտերից այդքան բարդ ու պատասխանատու ընտրությունն արել է Ավրորայի միջազգային հանձնաժողովը, բայց դա միայն վերջում։ Մինչև այդ հատուկ մասնագիտացված համաշխարհային ընկերությունները խիստ ու ամենայն բծախնդրությամբ ստուգել են։ Իրոք նրանք համապատասխանում են հումանիստի կոչմանը։ Ստուգում են այդ բոլոր տեխնացուներին, արդյոք նրանց գործունեությունը իսկապես հումանիտար հիմք ունի, չի կատարվել արդյոք այդ հերոսության քայլը որևէ անձնական ուրեմն նպատակների համար։ Խիստ գաղտնի, խիստ պրոֆեսիոնալ, բայց չափազանց բարդ ընտրությունից հետո Ավրորայի միջազգային միայն Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը հայտարարել է 5 հավակնորդների անունները։ 558-ից ահա նրանք, որոնք ապրում են, որ մյուսներն են ապրել։ Ավրորա մրցանակի 2 համահիմնադիրները ինչպես 1 տարի առաջ այսօր էլ հուզվում են։ Լավագույն 5 մարդասերների անունները առաջինը հենց իրենք են հայտնելու։ Ռուբեն Բարթանյանն ու Նուբար Աֆեյանը Ավրորա 2017-ի 5 հավակնորդների անունները տալիս են սրտի թրթիռով, իրար խոսք փոխանցելով ու հուզվելով։ Եվ այսպես Ավրորայի մրցանակի հավակնորդներն են Ֆարտուն Էդեն and Իլվարդ Էլմեն։ Ֆարտուն Ադան և Իլվարդ Էլման 90-ականներին պատահական կրակոցից սպանված խաղաղության ակտիվիստի կինն ու 3 դուստրերը Սոմալիից փախչում են Կանադա։ Մի քանի տարի հետո այրին 3 աղջիկներին թողնում է ու վերադառնում Սոմալի, ամուսնու գործը շարունակելու։ Ինչպես որ ես ու քույրերս ունեինք նրա կարիքը, նույնը ունեի նաև հարյուրավոր այլ մարդիկ։ Պես պետք էր, որ Կանադայում նա մայրություն անի մեզ, բայց Սոմալիում նրան արդեն մայր էին կոչում հարյուրները։ Մորը միանում է դուստր, այսօր նրանք օգնում են մանկահասակ զինվորներին լռության մատնված բռնության ու բռնաբարության մասին։ Մայր ու աղջիկ խոսում են ամեն օր։ Ջամիլա Աֆղանին նրան կոչում են Աֆղանստանի հույսի շող, պոլիմելիտով հիվանդացած, վերջույթների կաթված ստացած։ Աֆղանստանի պատերազմի ժամանակ գլխի հրազենային վիրավորումով տարիներ շարունակ անկողնում գամբելուց հետո Ջամիլան սկսում է պայքարել Աֆղանստանի կանանց ու աղջիկների կրթության ու իրավունքների համար։ Փողոցում տեսա մի կնոջ, որը փող էր մուրում երեխաներին կերակրելու համար, իսկ տղամարդիկ 1 ռուփի տալով պահանջում էին համբուրել իրենց։ Ես լաց եղա։ Սարսափելի էր այս հուսալքությունը տեսնելը։ Մուհամմադ Դարվիշ, 26-ամյա Մուհամմադը սիրիական 40,000 բնակիչ ունեցող Մադայա Ավանի ընդամենը 3 բժիշկներից մեկն է։ Պատկերացրեք ձեր աչքի առջև ճչացող երեխայի, որի արյունը միախառնվել է դեմքին գլորվող արցունքներին, ու փորձեք ոչինչ չանել։ Ես չկարողացա, ես պիտի գործեի։ Դենիս Մուկվեգե ֆիզիկական, հոգեբանական ու իրավական օգնություն է ցուցաբերել տարբեր տարիքի 50,000 կանանց։ Կոնգոն, որտեղ բժիշկը կանանց ոչ միայն բուժում է, այլ նաև օգնում հոգեպես վերականգնվել, վաղուց համարվում է բռնաբարությունների համաշխարհային կենտրոն։ Իմ առաջին այցելուն երեխա լույս աշխարհ բերելու չէր եկել։ Եկել էր, որովհետև նրան խմբով բռնաբարել էին, նորից ու նորից, հետո կրակել էին վրան։
Թոմ Քաթինա, սուդանցի վիրաբույժն ամեն օր ընդունում է 500 հիվանդի, տարեկան վիրահատում է 1000 հոգու։ Նա օրը 24 ժամ, շաբաթը 7 օր մի հիվանդանոցում է, որտեղ չկա մշտական հոսող ջուր, էլեկտրաէներգիա, հեռախոս ու սնունդ։ Ամենասարսափելին սննդի պակասն է։ Մենք հարավային Սուդանի սահմանին ենք, այդ երկրում սով է։ Բժիշկ Քաթինան հավակնորդների մեջ միակն է, որ առաջադրվել էր նաև անցած տարի։ 3 հավակնորդ այս տարի բժիշկ են, բայց նրանք բոլորը սովորական մարդիկ չեն, ու նրանց շնորհակալություն հայտնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր 100 տարի առաջ օգնել են մեզ։ Այդ շարժումին սկզբնական նպատակն է մարդասիրական ձևով ներկայացնել այն մարդիկ, որ այսօր իրենց կյանքը մահի առջև են դնում, որ ուրիշներուն օգնեն, ինչպես 100 տարի առաջ ուրիշները արեցին մեր նախորդներին, բարձրապես սա։ Ավրորա մրցանակի երկու համահիմնադիրները նույն նպատակն ունեն, մրցանակը պետք է դառնա համաշխարհային մարդասիրական շարժման սկիզբը։ Փրկվողը ինչ որ ձևով պիտի մասնակցի օգնի այն հերոսներին, այն մարդկանց, որ փրկում են ուրիշներին, ու ինքը նորից մարդկանց փրկի։ Եվ դրա մեջ կա ինչ կարևոր ոնց որ միացան շրջանակ, որը կապում է իրար, այդ մենակ մենք չենք որ փրկվել ենք։ Ավրորայի դափնեկիրը հայտնի կդառնա մայիսի 28-ին ու կստանա $1 միլիոն մրցանակը։ Աշխարհի 6000 մրցանակների մեջ Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն աշխարհում միակն է իր տեսակի մեջ։ Մրցանակի հիմնադիրները, լինելով ցեղասպանությունը վերապրածների սերունդ, ուզում են այսպես իրենց երախտագիտությունը հայտնել ու մրցանակը դարձնել մարդասիրության համաշխարհային խորհրդանիշ։ Մանու Իրիցյան, Ալբերտ Գալստյան, Նարեկ Գալստյան, Post Factum։ Չնայած Ավրորայի մրցանակի հավակնորդների խիստ գրաֆիկին ու հանդիպումներին Post Factum-ի թիմին հաջողվեց զրուցել 5 հավակնորդներից 3-ի հետ։ Ինչ են նրանք մտածում մարդասիրության մասին, ինչ տեղ է զբաղեցնում մարդասիրությունը Ավրորայի հավակնորդների կյանքում և ինչ են անելու $1 միլիոն, եթե արժանանան մարդասիրական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին։ Այս հարցերի վերաբերյալ մենք զրուցել ենք Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինայի, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպան Ջամիլ Աֆղանի և Սոմալիում սոցիալական ակտիվիստ Ֆարթուն Ադանի հետ։ Մանրամասները Post Factum-ի բացառիկ հարցազրույցում։ Իմ հյուրերն են Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության դափնու հավակնորդները, շնորհակալ եմ հյուր ընկալելու համար։ Ձեզ բոլորիդ միավորում է մարդասիրությունը, ինչպիսի զգացողություն է մարդ փրկելը։ Իմ նպատակը ամբողջը փոխելը չէ, բայց երբ կարողանում ես փոխել մեկի կյանքը կամ որևէ մեկին երջանկություն ես պարգևում, փոխում ու երջանկացնում ես աշխարհը, հատկապես երբ սրբում եմ տառապած կնոջ արցունքները, դա ինձ համար տիեզերական երջանկություն է։ Ինչ է կյանք փրկելը ձեզ համար, ազարտ։ Մենք գալիս ենք այնպիսի հասարակություններից, որտեղ խնդիրներն ու պատճառները բազմաբարդ են ու տարաբնույթ։ Մեր ամեն արած աշխատանք որոշակի արժեքային բովանդակություն ունի։ Մեր գործը մեր կենսակերպն է, մեր կյանքի հիմնասյունը։ Եթե մի օր ես չեմ աշխատում, այդ օրը կորած է ինձ համար, ես ինձ անօգտակար եմ զգում։ Երբ աշխատում եմ, ավելի ու ավելի շատ էներգիայով եմ լցվում։ Կյանքն ավելի բազմերանգ է դառնում ինձ համար, սա իմ կենսակերպն է։ Կյանք փրկելը շատ կարևոր ու հաճելի բան է, եւ եթե դու երբևէ մեկ կյանք փրկես, կաշխատես փրկել ավելին ու ավելին։ Կաշխատես ոչ միայն կյանք փրկել, այլև կյանքը դարձնել քիչ ցավոտ։ Մի տղա կար, որը ցանկանում էր ինքնասպան լինել, պայթեցնելով իրեն։ Երբ մենք հանդիպեցինք այս երիտասարդ տղային, նա կրթություն ստացավ, աշխատանք գտավ, հանդիպեց մի գեղեցկուհու ու ամուսնացավ, ու սկսեց ապրել իր կյանքը։ Ինձ համար սա է երջանկությունը։ Ամեն անգամ այսպիսի պատմություններ տեսնելով, ես ցանկանում եմ անել ավելին ու ավելին։ Սա նշանակում է, որ դու հասարակության համար կարևոր գործ ես անում։ Իմ կարծիքով մեր աշխատանքում խոսքը բժշկի մասնագիտությանն է վերաբերում եւ միսիոներական աշխատանքին։ Թելադրողը հենց գործն է։ Մարդուն օգնելը թմրանյութ համտեսելու պես է։ Մեկին օգնելը ստիպում է անել ավելին ու ավելին, եւ երբ փորձում եմ հեռանալ այդ թմրանյութից, կարոտում եմ։ Ավելին ասեմ, կարոտախտով եմ տարապում եւ ինչ որ ուժ ինձ մղում է առաջ։ Ես ուզում եմ գնալ ու անել ավելին ու ավելին։ Ինչ որ ուժ ինձ ստիպում է վերադառնալ։ Այն աշխատանքը, որ մենք անում ենք, մեծ առավելություն է։ Մյուս կողմից հասարակության առջև մեծ պատասխանատվություն։ Ես դա անում եմ մեծ հպարտությամբ։
Եվ իմ վերջին հարցը, եթե ստանաք Ավրորա մրցանակը, ինչ եք անելու։ Դուք բոլոր տնօրենք եք հնարավորություն ու այդ շանսը ստանալու Ավրորայի գլխավոր դափնին $1 միլիոն։ Սովորաբար բռնության դեմ ֆինանսավորումը շատ չի լինում։ Եթե ես ստանամ Ավրորայի ֆինանսավորումը, այն կուղեմ բռնության դեմ պայքարին, այսինքն այդ գումարը կուղեմ այն կազմակերպություններին, որոնք պայքարում են բռնության դեմ։ Մենք շարունակելու ենք մեր մարդասիրական գործունեությունը, մենք ավելի լավ պայմաններ կստեղծենք այն համայնքներում, որտեղ աշխատում ենք եւ այն ոլորտներում, որտեղ ֆինանսների բացակայության պատճառով մենք չենք կարողացել գործունեություն ծավալել։ Հիմա հնարավորություն կունենանք դա անել։ Ինձ հատկապես անհանգստացնում է երեխաների ամուսնությունն ու կանանց կախվածությունը թմրանյութերից, որոնք արդիական խնդիրներ են աղբան ստանում։ Եթե Ավրորայի մրցանակը ստանամ, այդ գումարը կտրամադրեմ այդ մարդկանց օգնելուն։ Մենք ընտրել ենք 3 կազմակերպություն, որոնք կարող են Ավրորայի գումարը նպատակային օգտագործել։ Խոսքը միայն Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցի մասին չէ, այդ գումարը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա ամբողջ տարածաշրջանի մարդկանց համար։ Շնորհակալություն, իմ հյուրերն էին Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության դափն ու հավակնորդները։ Այսօր վաղ առավոտյան Ավրորա մրցանակաբաշխության միայն Նոբելյան մրցանակակիրներից բաղկացած հանձնաժողովը փակ դռների հետևում կայացրել է իր որոշումը։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, առաջին անգամ բացառիկ իրավունքով նկարահանել է post factum-ը։ Այսօր հայտնի է դարձել ևս մեկ աննախադեպ նախաձեռնության մասին։ Idea հիմնադրամի համանախագահներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆյանն այսօր հայտարարել են Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակային հիմնադրամ ստեղծելու մասին, որը հայրենագիտական ֆակուլտետներում սովորող 7 ուսանողի տարեկան $10,000 դրամաշնորհ կտրամադրի մինչև 2023 թվականը։ Ավրորայի մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ վաղ առավոտյան 7:30 մատենադարան են գալիս ընտրող հանձնաժողովի անդամները։ Հենց նրանք են որոշելու, թե ով կլինի այս տարի Ավրորայի դափնեկիրը։ Վեճական քննարկում է եւ դե որոշում չէ դրվել մինչեւ հիմա։ Որոշում կայացնելը հեշտ չէ, նույնիսկ մարդասիրության ոլորտում Նոբելյան դափնեկիրների համար։ Թե ով կլինի Ավրորայի դափնեկիրը, գուցե ամեն մեկն իր համար արդեն որոշել է, բայց համաձայնությունը պետք է լինի ընդհանուր։ Ռուբենը եւ ես որ չենք մասնակցում այս process-ի մեջ, շատ հետաքրքիր է տեսնել ուր կհասնենք, տեսնանք։ Նախ լուսանկար Մաշտոցի արձանի մոտ մատենադարանում վերջին ու որոշիչ քննարկումից առաջ Ռուբեն Վարդանյանը Ավրորայի ընտրող հանձնաժողովին խնդրում է մի քանի րոպե սպասել։ Այստեղ կարևոր հայտարարություն պետք է անի։ Ես ու Նուբարը պատիվ ունենք ձեր անվան նոր կրթաթոշակի մասին հայտարարել։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության 3 հիմնադիրներից երկուսը Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆյանը 3-րդ համահիմնադրի Վարդան Գրեգորյանի անվան նոր կրթաթոշակային հիմնադրամ են ստեղծում։ $350,000-ով մինչև 2023 թվականը ամեն տարի $10,000 կտրամադրվի 7 գիտնականների՝ հայոց պատմության, գրականության, լեզվի, փիլիսոփայության, ճարտարապետության, արվեստի ու արևելագիտության ոլորտներում ուսումնասիրություններ անելու համար։ Սա ոչ այնքան ձեզ համար է կարևոր, որքան այն երիտասարդ գիտնականների, որոնք կկարողանան ուսումնասիրություններ անել ու աշխատել 7 տարբեր հումանիտար ուղղություններով։ Վարդան Գրեգորյանի համար այս հայտարարությունն անակնկալ է ու խորհրդանշական, երբ տարիներ առաջ առաջին անգամ եկավ հայրենիք, նախ այցելեց մատենադարան։ Տարիներ անց նորից մատենադարանում լսում է իր անվան կրթաթոշակի մասին։ Իսկ հիմա ի գործ Ավրորայի ընտրող հանձնաժողովը մի քանի ժամով կփակվի սենյակում ու կորոշի 5 հավակնորդներից ով կտանի իր հետ մարդասիրության Ավրորա մրցանակն ու $1 միլիոն։ Մանու Իրիցյան, Ալբերտ Գալստյան, post factum։ Ավրորա մրցանակաբաշխությունը չի սահմանափակվում միայն մրցանակի հանձնման արարողությամբ։ Վերջին շաբաթը այսպես ասած մարդասիրության շաբաթ էր։ Հայաստան ժամանած հազարավոր մարդիկ հավաքվել էին Դիլիջանի դպրոցում եւ քննարկում էին մարդասիրության խնդիրները։ Օրինակ, ինչ անել, որպեսզի մարդկությունն ավելի պատասխանատվություն զգա իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար։ Ավրորա դիալոգի քննարկումների առանցքում մեր օրերում արդիական միգրացիայի ու մարդու իրավունքների խնդիրներ, որտեղ միջազգային մասնագետները փնտրում էին անտարբեր չլինելու բանաձևը։
Դիլիջանում տոնական ցուցադրություն է աշխարհի ամենատարբեր երկրներից եկած ու Դիլիջանի միջազգային UWC դպրոցում սովորող աշակերտների մի մասն այսօր հրաժեշտ կտա իր քոլեջին։ Մինչև այդ ով ինչպես կարող է զարմացնում է ու պատմում 2 տարվա իր ուսումնառության մասին։ Այստեղ մեր մոտ ներկայացված են սոցիալական ծրագրերը, որոնցով փորձում ենք ինչ-որ ազդեցություն ունենանք Հայաստանում։ Առաջին կուրսեցիներն օգնում են ավագներին, դպրոցում սովորում են նաև պատասխանատու լինել շրջապատի ու շրջակա միջավայրի նկատմամբ։ Հենց այդ պատասխանատվությունն էլ ցույց են տալիս։ Պլաստիկ տոպրակներ օգտագործելու փոխարեն մենք կարող ենք օգտագործել այսպիսի կտորից տոպրակներ, որոնք ավելի էկոլոգիապես մաքուր են։ Երկամյա ուսումնառությունից հետո ուսանողներն այսօր վերջապես հանդիպել են իրենց ծնողներին ու հարազատներին, եկել են տեսնելու, թե 2 տարի որտեղ են սովորել, ապրել իրենց երեխաները։ UWC միջազգային դպրոցը Հայաստանում իմ տեսած ամենահիասքանչ բաներից մեկն է։ Իմ որդին այստեղ նույնիսկ բարեգործական ընկերություն է ստեղծել։ Որդին Ռե ապագա հայկական անունով բարեգործական ընկերության հիմնադիր Սեդրիկը Գերմանիա դեռ չի վերադառնա։ 1 տարի էլ կմնա փոխհատուցելու այն ամենն, ինչ տվել են իրեն Հայաստանն ու Դիլիջանը։ UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնեբենդն է այսօր իր ու ամուսնու Ռուբեն Վարդանյանի համար կարևոր օր է։ Звонков у нас в школе нет. Մեր դպրոցում վերջին զանգ չկա, դա ինդուստրիալ դարաշրջանից է մնացել, երբ մարդիկ աշխատում էին հաստոցների վրա։ Մեզ մոտ ավարտական միջոցառում է։ Դիլիջանի դպրոցում միաժամանակ դիմավորում են ու ճանապարհում շրջանավարտներին կճանապարհեն ու կընդունեն նաև Ավրորա մրցանակի հազարավոր հյուրերին։ Մենք սովոր ենք լսել հիմնականում վատ լուրեր, ցավոք վատն աշխարհում իսկապես շատ է։ Ավրորան ցույց է տալիս, որ կարելի է մարդ մնալ, փոխել աշխարհը։ Սա կարևոր թեմա է հատկապես երիտասարդների համար։ Մենք վստահ ենք, կրթությունը միայն գիտելիք ու ինֆորմացիա ստանալը չէ, կրթությունը նաև ուրիշներին հասկանալու, ուրիշների համար մտահոգվելու կարողությունն է։ Շրջանավարտների կողքին ու նրանցից էլ շատ այսօր Դիլիջանի դպրոցում Ավրորա մրցանակաբաշխության հյուրերն են, նրանք եկել են երկխոսության, ինչպես ավելի լավը դարձնել աշխարհը։ Աշխարհում առաջին ու միակ մարդասիրական մրցանակի 3 հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյան, Նուբա Ռաֆեյան, Վարդան Գրեգորյան։ 3 մարդ, որ մի քանի տարի առաջ որոշեցին, որ կարող են փոխել աշխարհը ու գործի անցան։ Եթե մենք դառնանք մեկ տեսակ հայ, ոչ թե ֆրանսիահայ կամ ամերիկահայ կամ հայաստանահայ կամ այլ հայեր, որը արդյունքն են ցեղասպանությունին, եթե կարողանանք դառնալ մեկ տեսակ հայ, որը նվիրված է ապակայի, մենք կարող ենք դառնալ օրինակ ուրիշ երկրների։ Եվ այսպես Ավրորա դիալոգը սկսվեց բարի ու չարի օգնելու ու անտարբեր մնալու մասին խոսելու համար բանախոսների ամեն մի խումբ ունի 20 րոպե ժամանակ։ Հազարավոր մարդիկ մերձավոր արևելքից Եվրոպա հասնելու ճանապարհին պարզապես մահացան, խեղդվեցին ջրում, բեռնախցիկներում։ Երկխոսության գլխավոր թեման ներգաղթն ու ներգաղթյալներն են, նրանց ընդունող ու նաև նրանց դեմ պայքարող երկրները։ Քննարկման մասնակիցն անցած տարվա Ավրորայի դափնեկիր Մարգարիտ Բարենկիցեն է նաև։ Տիկին Մեգին վաղուց է գտել աշխարհը լավը դարձնելու իր բանաձևը։ I am in front of young people. Ես հիմա կանգնած եմ երիտասարդների առաջ։ Դուք եք լինելու այն մարդիկ, ովքեր ասելու են. «Ստոպ, վերջ պատերազմին, բռնաբարություններին, տեղահանություններին։ Դուք պետք է աշխարհը դարձնեք ավելի լավը»։ Բեմում հետխորհրդային երկրների ամենահայտնի հայուհիներից մեկն է Նարինե Աբգարյանը։ Սովորական մարդկանց մասին պատմություններ գրող կինն այստեղ խորհում է, թե ինչպես կարող է մեկ մարդը փոխել աշխարհը գրքերում ու իրական կյանքում։ Գրքի հերոսը ինչպեսին ուզում ես ինքը կլինի, ինքը եւ բարերար կլինի, եւ բարի կլինի, եւ չար կլինի, բայց երբ դու կյանքում ես այդտեղ այդպիսի մարդկանց հանդիպում, քո երախտագիտությունը չափ ու սահման չունի, որովհետև դու հասկանում ես, որ այդպիսի մի մարդը կարող է աշխարհ փոխել։ Առաջին շարքում նաև Ավրորա մրցանակի այս տարվա հավակնորդներն են, այնինչ սովորաբար գրվում է միջազգային կազմակերպությունների երկարաշունչ ուղերձներում, այնինչ ամբիոններից խոսում են երկրների ղեկավարները, իրենք անում են մենակ, ամեն օր։ Խնդիրները մեծ են ու շատ, մարդը միշտ էլ կարող է ասել, ես շատ փոքր եմ, ինչ կարող եմ անել։ Միլիոնավոր տեղահանվածներ, փախստականներ կան, բայց ամեն ինչ սկսվում է մեկ մարդուց։ Մարդը կարող է շատ բան փոխել իր շուրջ ու ամբողջ աշխարհում։ Լրագրողներ, հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդասիրության Նոբելյան դափնեկիրներ, նրանք բոլորը խոսում են աշխարհը փոխելու անձնական պատասխանատվության մասին։ Ավրորա նախաձեռնությունը միայն մարդասիրության մրցանակ չէ, այն մի շարժում է, որը պետք է փոխի աշխարհը, այլ ուղղությամբ տանի, դարձնի ավելի հոգատար։ Մանուիրիցյան, Նարեկ Գալստյան, Post Factum։
Ավրորայի դիալոգները շարունակվեցին նաև այսօր առավոտյան, որտեղ ներկայացվեցին այս տարի իրականացված մարդասիրության վերաբերյալ ուսումնասիրությունը։ Բացի այդ, միգրացիոն ճգնաժամի խնդիրներն ու այլ հասարակություններում ինտեգրման հնարավորությունները։ Այս համատեքստում հատկապես կարևոր է բիզնեսի դերը, ինչ պետք է անի բիզնեսը աշխարհն ավելի լավը դարձնելու եւ օգնության կարիք ունեցողների կողքին կանգնելու համար։ Քննարկումների օրվա չափաբաժինը ներկայացնում է Նաիրի Մուրադյանը։ Մինչև երկխոսության մեկնարկը Մատենադարանի դահլիճում հավաքվածները մեկ մարդու նման ոտքի կանգնեցին։ Մատենադարան բառը պիտի արտասանեն։ Լուսանկարվելն էլ պարտադիր է։ Ամբիոնին Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը մոտեցավ։ Ընդամենը 3 բառ արտաբերեց՝ հայոց Այբուբեն, Մատենադարան եւ Արարատ, ու հավաքվածներին պատմեց, ինչ են խորհրդանշում ու պարունակում այդ բառերը։ Քննարկվող թեմաներից մեկն էլ միգրացիան է։ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահը կրկին Արարատը հիշեց։ Նույն Արարատի վրա իջավ, սա կարելի է ասել միգրացիայի լավ օրինակ է։ Հումանիտար ճգնաժամի պայմաններում որ երկիրն է իր վրա ավելի շատ բեռ վերցնում, դահլիճում 3 երկրի անուն հնչեց՝ Հայաստան, Քենիա, Արգենտինա։ Հայաստանը միգրանտներին ջերմորեն ընդունող երկիր է։ Հայաստանում ասում են, որ փախստականներն ավելի շատ ներդրում են անում, քան սպառում են։ Ինչ պետք է անի բիզնեսը աշխարհն ավելի լավը դարձնելու եւ օգնության կարիք ունեցողների կողքին կանգնելու համար։ Նուբար Աֆեյանը համարում է, որ տարբեր երկրների, մասնավորապես Եվրոպայի խոշոր կազմակերպությունները նոր ծրագրեր պետք է ստեղծեն։ Մասնավորի կողմեն նորարարությունները կարող են շատ մեծ ասացություն ունենալ մարդասիրական ոլորտի մեջ, որը նորը սկսած ենք տեսնել։ Օրինակ Unilever կոմպանին, որ համաշխարհային ամենամեծ կոմպանիներից մեկն է, կարծեմ լավ թեր կնախաղալ եւ սպասենք իրենց ծրագրերը եւ թելատրանքները բոլոր աշխարհին, որ ոնց են աշխատելու։ Մարդասիրական պատասխանատվություն եւ օգնություն։ Սաշա Զանովն ասում է, որ հումանիտար ճգնաժամին պետք է նաեւ հասարակությունն արձագանքի։ Օրինակ, Հայաստանն այնպես է անում, որ փախստականներն ինտեգրվեն հասարակության մեջ եւ նրանք հնարավորություն ունեն օրինական ձևով տեղափոխվել Հայաստանից մեկ այլ երկիր։ Սաշայի համար հայկական սփյուռքը շատ լավ օրինակ է տարբեր հասարակություններում ինտեգրվելու համար։ Նա այսպես ավարտեց իր խոսքը. միգրանտը միայն զոհ չէ, նա էլ է ցանկանում հասարակության լիարժեք անդամ դառնալ։ Նաիրի Մուրադյան, Ալբերտ Գալստյան, Post Factum։ Ավրորա մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրի շրջանակում տեղի կունենա Լա Բոհեմ ներկայացման պրեմիերան, որը բեմադրվել է Շարլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա։ Լա Բոհեմ մեկ գործողության բալետային ներկայացման պրեմիերային ներկա գտնվելու նպատակով Երևան է ժամանել նաև աշխարհահռչակ շանսոնյեն։ Թեման շարունակում է եւ Ազնավուրին օդակայանում դիմավորել է Անի Հակոբյանը։ Նա սպասում է երգում է 1963-ին, Օլիմպիան գրավելուց հետո է, Պիաֆի ստվերից դուրս գալուց հետո։ Ազնավուրը երգում է իր երազանքին սպասելու մասին։ Շուրթերին երգեր ու ժպիտ, իսկ սրտում թախից շատ խոր։ Մի ամբողջ կյանք է սպասել այս խոսքը նրան ասելու համար Վարդան Վարդանյանը զվարթնոցում է ընտանիքի հետ։ Նվերը թանկարժեք է ու թանկ, այս անգամ պետք է հաջողվի մոտենալ շանսոնյեին։ Ակրոստիկոսի տեսքով առաջի սկզբնատառերով կարդացում է Շարլ Ազնավուրին Վարդանից։ Bonsoir Charlie, ça va bien? Ձախողման ետևից ոչինչ չէր ստացվում երկար ժամանակ, դահլիճից բղավում էին բավական է, սուլում էին եւ ի վերջո բեմից վռնդում։ Այսպես այնքան մինչեւ մի օր ինքն իր համար արձանագրեց. շնորհք ունենալը քիչ է, կարևորը սեփական թերությունն առավելություն դարձնելն է, ու այդ պահին էլ վառվեց լույսը։ Վառվելով ու չմարելով, չհանգչելով լուսավորման մինչև այսօր։ Զվարթնոցի սպասասրահը լցվում է 93-ամյա շանսոնյեի լուսավոր տրամադրությամբ, Ազնավուրը տեսախցիկները տեսնում ու ինքն է առաջինը հարց տալիս։
Կաննի փառատոնն ավարտվեց, բոլորդ այստեղ եք տեղափոխվել։ Հարց ու պատասխանն ինքը սկսում է ինքն էլ ավարտում այսքանով։ Ուշադրությունը տարիքով երկրպագուի կողմն է։ Վարդան Վարդանյանը նվիրում է իր ակրոստիկոսը շանսոնիեին։ Բանաստեղծությունը ձեր մասին։ Այսինքն հայերեն է, հա։ Աղեք որ գալուստի հայերեն չեմ գտար, բայց Թարգման են, ոչինչ։ Դողաս կգարտային։ Այո, տղաները կգարտային։ C'est joli, շատ լավ, շատ գեղեցիկ է։ J'aime Paris, pourquoi? Ինչպես է նա սիրում Փարիզը տարվա այս եղանակին, երբ արևը վազում է նեղ տանիքներով, երբ մայթերը լցվում են անցորդներով, երբ կարճ փեշ կանայք ժպտում են ու գայթակղում։ Բայց վերջին տարիների նրա մայիսը Երևանինն է։ Շարլ Ազնավուրը Ավրորայի պատվավոր հյուրերից է։ Տարեդարձը մի քանի օր առաջ նշած շանսոնիային Հայաստանը բալետ է նվիրելու։ Երևանյան բեմին Ազնավուրը կդիտի իր կյանքի բոհեմը։ Անի Հակոբյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։ Այս շաբաթ հրապարակվեցին Ավրորա մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքները։ 12 երկրից հանրային կարծիքի հետազոտությանը մասնակցած 6500 անձանց միայն 9%-ն է հավատում, որ իրենց գործողությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում։ Հարցվածների 63%-ը երկրի առաջնային հումանիտար խնդիր է համարում ահաբեկչությունը, երկրորդ տեղում է հարուստների եւ աղքատների միջև խորացող խզումը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հումանիտար գործողությունն անկման փուլում է եւ փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ կա անվստահություն։ We need answers to these questions in order to better design effective responses. Սա այն իրականությունն է, որտեղ ապրում են Ավրորայի հավակնորդներն ու բոլոր նրանք, ովքեր ուզում են աշխարհն ավելի լավը դարձնել։ 12 երկրներում 6000-ից ավելի մարդիկ պատասխանել են մարդասիրության մասին տարբեր հարցերի։ Հարցվածների միայն 9%-ն է կարծում, որ կարող է դերակատարում ունենալ հումանիտար խնդիրներում։ Այն ինչ կատարվել է 100 տարի առաջ, այսօր կատարվում է Մերձավոր Արևելքում, պատմությունը կրկնվում է։ Հուսադրող թվերը մարդասիրության ինդեքսում քիչ են, բայց Ավրորան հենց դրա համար է, մենք պետք է փոխենք աշխարհը։ Հարցվածների մեծ մասը համաձայն է փախստականներին պետք է օգնել, բայց 37%-ն է կարծում, որ պատրաստ է սեփական երկրում ընդունել նրանց։ Հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ իրենց երկրները չափազանց շատ փախստականներ են արդեն ընդունել։ Այս թվերը մեկնաբանում է 2 միլիոնից ավելի փախստական ընդունած երկրի Գերմանիայի դեսպանը։ Կանցլեր Անգելա Մերկելն ասաց, մենք հարուստ երկիր ենք, կարող ենք ընդունել փախստականների։ 2 միլիոն փախստական ենք ընդունել, իսկ երկրորդ համաշխարհայինից հետո, երբ դեռ աղքատ երկիր ենք, ընդունել ենք 10 միլիոն փախստական։ Ուզում ենք, որ աշխարհը հետևի մեր օրինակին։ Եվրոպան հարուստ է։ Փախստականներ ամենաշատ ընդունող ու ամենաշատ ունեցող երկրի Հայաստանի անունից խոսում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության տնօրենը։ Արման Ջիլավյանն ասում է, որ Ավրորա մրցանակը հենց այդ երախտագիտությունը գործով փոխհատուցելու շարժում է։ Լավատեսությունը Ավրորայի ԴՆԹ-ի մեջ է։ Երբ սկսում էինք այս նախաձեռնությունը, մտածում էինք շատ կքննադատեն, կասեն երկիրն այդքան պրոբլեմ ունի, իսկ դուք գումար եք տալիս Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա։ 1 տարի անց պատկերն այլ է։ Մարդիկ երախտապարտ են, որ կարող են օգնել կարիք ունեցողներին։ Մարդասիրական հարցումը ցույց է տվել, որ երիտասարդների 68%-ը անհրաժեշտ է համարում օգնել փախստականներին ու վստահ է, որ կարող է ինչ-որ բան փոխել։ Մյուս օրինաչափությունը մասնագետներին ամենաշատն է ապշեցրել, որքան հարուստ է երկիրն ու հասարակությունը, այնքան պակաս պատրաստակամ է օգնել ուրիշներին։ Սա ապշեցուցիչ է, սա խոսում է աշխարհի բարոյական ճգնաժամի մասին, բայց մյուս կողմից էլ հույս են ներշնչում, որ երիտասարդները, նրանք ովքեր ապագան են, ուզում են օգտակար լինել։ Բանախոսները որպես օրինակ բերեցին Հայաստանն ու հայերին։ 15000 սիրիահայ փախստական ընդունները գուցե շատ չէ, բայց հաշվի առնելով բնակչության թիվն ու սոցիալական պայմանները, փորձագետները դա մեծ թիվ են համարում։ Քննարկման վերջում գլխավոր եզրակացությունն է հրապարակվում՝ ալտրուիզմը հաճախ ծնվում է տառապանքից։ Շատ տառապած մարդիկ ու երկրներն ավելի այլասեր են, ու պատահական չէ, որ Ավրորա մարդասիրական շարժման ծննդավայրը հենց Հայաստանն է։ Մանուիրիցյան, Նարեկ Գալստյան, Post Factum։
Չնայած երկրորդ տարին է, ինչ անցկացվում է Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը, բայց հավակնորդներից մեկը երկրորդ տարին է կրկնվում։ Խոսքը Նուբայի լեռներում մաքարող դոկտոր Թոմ Քաթինայի մասին է։ Անցած տարի Ավրորա մրցանակաբաշխությանը նա չկարողացավ մասնակցել, որովհետև փոխարինող չուներ։ Նա Նուբայի լեռներում միակ հիվանդանոցի միակ բժիշկն է։ Այս տարի Ավրորայի կազմակերպիչները ձևը գտան Սուդան ուղարկելով 3 հայ բժիշկ, որոնք այս ընթացքում կփոխարինեն նրան։ Ով է իրականում նա եւ որն է նրա հերոսությունը։ Նուբայի լեռների միակ հիվանդանոցի միակ բժիշկն է, դոկտոր Թոմն է, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր բժիշկ Քաթինան ընդունում է հիվանդների, ամեն օր 400 հիվանդ, տարեկան 1000 վիրահատություն։ Նուբայում երբեք չի եղել հիվանդանոց, 2008-ին, երբ Թոմ Քաթինան բացեց առաջին ստացիոնար բուժկետը, պատերազմը դեռ չէր սկսվել, 2 տարի հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Մեր անեստեզիոլոգը, լաբորանտը, դեղագործը, գլխավոր բուժքույրը բոլորը հեռացան։ Ինչ վերաբերում է ինձ, ես քաջ գիտակցում էի, որ չեմ կարող հեռանալ այստեղից։ Սա միակ գործող ստացիոնար հիվանդանոցն է, միակ վիրաբուժական հիվանդանոց։ Եթե հեռանամ, մարդիկ այլևս որևէ բուժօգնություն չեն ստանա։ Որոշեցի մնալ։ Ու մնաց, արդեն 8 տարի բժիշկն իր մի քանի օգնականների հետ չդադարող ռմբակոծությունների տակ փրկում է սուդանցիների կյանքը։ Վիրահատություններ անում մի հիվանդանոցում, որտեղ չկա մշտական ջուր, էլեկտրաէներգիա ու հեռախոսակապ։ Երբեմն նույնիսկ պահանջվող բժշկական պարագաները չկան։ Այսօրվա մեծ մասը վիրահատարանում եմ անցկացրել։ Աստված գիտի, թե ինչ է պատահելու այս գիշեր կամ վաղը, բայց սա է եղել վերջին 5 տարվա մեր կյանքը։ Այս հարցազրույցն արվել է անցյալ տարի Skype-ով։ Նուբայի լեռներում կապ գրեթե չկա, վատ ինտերնետի պատճառով Թոմ Քաթինան կադրում գրեթե չի երևում։ 750,000 մարդու կյանք փրկած բժիշկն Ավրորա մարդասիրական մրցանակի 5 հավակնորդներից մեկն է։ Անցյալ տարին նա նույնպես հավակնորդների ցանկում էր, բայց գալ մրցանակաբաշխությանը չկարողացավ, փոխարինող չուներ։ Հիմա արդեն 8 տարի է այստեղ։ Ինձ թվում է, եթե հեռանամ, ուրեմն հանձնվում եմ։ Նրանցից շատերն անասելի տառապանքների մեջ են, բայց հանգիստ են, կարողանում են դեռ ծիծաղել, կատակել եւ շարունակել կյանքը։ Ինձ համար դա աներևակայելի է։ Գիտեք, երբ դա տեսնում ես, մտածում ես, ինչպես հրաժարվել, երբ այս մարդիկ շատ ավելի վատ բաներ են տեսել եւ շարունակում են ապրել։ Իրեն շնորհակալություն հայտնող երկիր գալ ու մասնակցել Ավրորա մրցանակաբաշխությանը Թոմ Քաթինան չկարողացավ, բայց տեսազանգով պատմեց այն ամենը, ինչն իր համար արդեն դարձել է սովորական։ Կներեք, քանի մարդ ամենավատ վիճակում եղածներին ներս մտցրեք։ Եթե իսկապես շատ վատ են, ուզում եմ, որ Իսահակին ու Հելերին վիրահատարան կանչել։ Լավ։ Կներեք ժողովուրդ, հենց հիմա 2 բեռնատար վիրավոր են բերել։ Տեսա է կյանք։ Տեսազանգն ընդհատվեց, բժիշկը նոր տասնյակ հիվանդներ ունի եւ այսպես ամեն օր։ Հուսահատության պահեր եղել են։ Քաթինան խոստովանում է, որ երբեմն ինքն էլ է որոշել հեռանալ, բայց չի կարողացել թողնել այն մարդկանց, որոնց կյանքը կախված է ընդամենը մեկ բժիշկից։ Ավրորա մարդասիրական մրցանակին առաջադրված 558 թեկնածուներից ընտրված 5 հավակնորդների մեջ այս տարի նորից նրա անունը կա։ Ավրորայի հիմնադիրները որոշեցին այս տարի ինչ էլ լինի, Թոմ Քաթինան մայիսի 28-ին Ավրորա մրցանակաբաշխության օրը պետք է լինի այստեղ։ Երկու ռազմական բժիշկների աշխատանքային վերջին ժամերն են։ Հայկն ու Գևորգն այս պահին արդեն Սուդանում են, Նուբայի լեռներում։ Որոշում կայացնելը չերկարեց, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, ինչ առաջարկ է եղել, ինչի շրջանակներում, ինչի համար ես դու պետք։ Թոմ Քաթինայի մասին տեղեկությունները ներսում ես ինչ-որ բան փոխեցին, կար ներքին մի մղում, ընկերներիս հետ կիսվեցի, որ ինքս էի ուզում դիմում գրեի Պաշտպանության նախարարին թույլտվություն վերցնելու համար, եթե հնարավոր լինի, գնալ օգնել։ Երբ 3 հայ բժիշկները հասան Նուբայի լեռներ, Թոմ Քաթինան եկավ Հայաստան։
Դոկտոր Քաթինան 9 տարվա մեջ առաջին անգամ թողել է իր հիվանդներին ու արդեն Երևանում է։ Երկարատև լարվածությունից ու հազարավոր վիրահատություններից հետո առաջին անգամ առանց վիրահատական գործիքների ու քաղաքացիական հագուստով է։ Առաջին հանդիպումը բժշկական համալսարանում է։ Ներեցեք բժշկի ձեռագրից ու շատ արագ խոսելու համար այստեղ կգրեմ ախտորոշումները, որոնց մասին ես միայն գրքերում էի կարդացել։ Իր հետ բերել է նաև հիվանդների ֆոտոները բուժումից առաջ ու հետո ամենաանհավանական ախտորոշումներով, դրանց մեծ մասի մասին աշխարհի բժիշկները կարդացել են միայն դասագրքերում, բայց Նուբայում Թոմ Քաթինան պետք է բուժի ու վիրահատի։ Ապագա բժիշկներն ապշած են, առաջին անգամ են տեսնում ախտահանման սարք պատրաստված գյուղացիների ձեռքով։ Բժիշկը խոստովանում է, հոսանք չի խլում, ինքնաշեն պարզունակ սարքն աշխատում է ածուխով ու գոլորշիով, բայց իր գործը լավ է անում, ինֆեկցիաների տարածումը հիվանդանոցում շատ քիչ է։ Ուսանողների հարցերը շատ են, մասնագիտական ու մարդասիրական։ Բժիշկ Քաթինան ցույց է տալիս 9-ամյա պրակտիկայի միայն փոքր մասը, ասում է, հիշում է բոլոր հիվանդներին անուններով, բուժման ընթացքով, առողջացման կամ էլ մահվան օրերով։ Մի երեխա ռումբից այրվածք էր ստացել։ 3 ամիս բուժում էի, ամեն օր ինձնից թխվածքաբլիթ էր ուզում, բարձի տակ էի դնում։ Փրկել չկարողացա նրան։ Երբ ձեռքերիս մեջ մահացավ, ինձ թվաց խելագարվում եմ։ Անզգայացել էի, ոչինչ չէի զգում, ոչ թախից, ոչ ցավ, բայց հասկացա, պետք է այդ ողբերգությունից ինձ թափ տամ ու առաջ անցնեմ։ Հազարավոր մարդիկ դեռ իմ կարիքն ունեին։ 1.5 ժամ տևած զրույցից հետո Թոմ Քաթինան չի կարողանում դուրս գալ դահլիճից, հարցերը շատ են։ Ավրորայի հավակնորդն արդեն Գյումրիում, Աստծո տաճարում, խոսեց նաև իր երազանքի մասին։ Ավրորա մրցանակը շատ կարևոր է ինձ համար, եթե Աստված կամենա եւ ես դափնեկիր դառնամ, ինձ համար շատ կարևոր կլինի, որ Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցի վիճակը բարելավվի։ Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությունից հետո Քաթինան կվերադառնա Սուդան, Նուբայի լեռներ, ամեն օր 400 հիվանդ ընդունելու ու ամեն տարի 1000 վիրահատություն անելու։ Անուիրիցյան, Նարեկ Գալստյան, Post-Factum։ Եվ այսպես, Երևանի մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել է Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությունը եւ Արմենիայի եթերը շարունակում է հանդիսավոր արարողությունը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։